Всё, պատրաստ։ Լավնա կադրը։ Շատ ավելի լավ։ Okay։ Street art-ը ամենուրեք է, մեր շրջապատում է, հաճախ չենք էլ հասկանում ինչ է։ Վանդալիզմը, սոցիալական ակտ է, ինքնաարտահայտման ձև է, պարզապես վիզուալներ են, իսկ միգուցե բարձր արվեստ։ Street art-ը շատ մեծ գաղափար է։ Դրա մի փոքրիկ մասը գրաֆիտին է, որը լատիներենից թարգմանած նշանակում է քերել։ Street art-ը ավելի լայն արվեստի տեսակ է, իսկ գրաֆիտին նույնիսկ վանդալիզմի հարող բան է։ Սպոնտան, վտանգավոր, արգելված վայրերում արգելված բան անելու մասին է։ Ամբողջ իմաստը դա էր։ Սովետական միությունում նույնիսկ դրա համար 3-ից 5 տարի էր հասնում։ Ամերիկայում էր բուռն տարածվում գրաֆիտին։ Նյու Յորքն էր, Ֆիլադելֆիան, հարվարձանային շրջանները, Բրուքլինը, Բրոնքսը։ Սկզբում միայն տեքստեր էին, հետո տառի հետ զարգանալով վերածվեցին նաև պատկերների։ Շատ ակտիվ հետագայում կապվում է հիփ-հոփի հետ։ Շատերը գիտեն, որ գրաֆիտին համարվում է հիփ-հոփի 4 կոմպոնենտներից մեկը։ Հայտնի սթրիթ արտիստներից պետք է հիշատակել Ժան-Միշել Բասկիային, Քիթ Հարինգին, ինչու ոչ հայտնի Բենքսիին։ Բեռլինի պատը սթրիթ արտի լավագույն օրինակներից է։ Կան հրաշալի նմուշներ։ Ամենահայտնին օրինակ Դմիտրի Վրուբելի եղբայրական համբույրն է, որին մարդիկ ասում էին՝ «Դու նենց բան ես նկարել, որ մենք չենք ուզում տեսնենք»։ Հայաստանն էլ բացառություն չի։ Երևանի ամենահայտնի թաղամասերից կոնդը Սերգեյ Նավասարդյան արտիստի ձեռքով վերածվեց Կոնդ գալերեայի։ Կան թե նրա աշխատանքները, թե հրավիրված արտիստների աշխատանքներ։ Նրանք միասին սթրիթ արտ ստեղծելով Կոնդին նոր կերպար տվեցին։ Եթե խոսենք հայկական ներկայիս սթրիթ արտ ներկայացուցիչների մասին, պարտադիր պետք է հիշատակել Արտ Լաբորատորիան եւ Հակահարվածը։ Լավ օրինակ է նաեւ Արեգ Բալայանի բլոճիկները։ Ռուբեն Մալայանն էլ սթրիթ արտի հիշվող օրինակներ ունի, որոնցից ամենահիշարժանը Շուշիում արված «Հաղթելու ենք» գրվածքն էր։ Իսկ ինչ ես դու մտածում սթրիթ արտի մասին։ Արվեստ է, թե վանդալիզմ։